ակնհայտ է, չէ՞, ընտրությունների նախաշեմի այն էլ տարվա ոչ թե սկզբից, որպես կանոն, այս ֆիքսենք, որ թոշակները բարձրացնում են բյուջետային տարվա սկզբին, եւ դա ամրագրում է նաեւ տվյալ տարվա բյուջեում եւ ընդհանուր առմամբ նաեւ հունվարի 1-ից այդ բարձրացումները ակնհայտ է, որ այս նախաշեմին սա նախընտրական տրամաբանության մեջ է, բայց նաեւ պետք է փաստենք հետեւյալը, որ իրականում շատ օբյեկտիվ եւ վաղուց առաջացած անհրաժեշտություն է թոշակների շեշտակի բարձրացումը, որտեղ ես առիթ ունեցել եմ բազմաթիվ անգամներ ասելու եւ հիմա էլ կրկնում եմ, որ 2021 թվականից հետո, երբ որ հաստատվեց այս կառավարության ծրագիրը, մեր թոշակառուները ունեցել են կյանքի որակի նվազում։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ այս ընթացքում այս 5 տարիների նվազագույն ծախսերը մարդու գոյատևման շեշտակի ավելի շատ են աճել, քան թոշակի ավելացումն, այսինքն իրական եկամուտները մեր թոշակառուների նվազել են եւ երկրորդը փաստը նաեւ որ այն խոստումը, որ տվել էին հիմնական խոստումը թոշակին վերաբերող, կատարված չէր եւ կատարված չէ նաեւ այս բարձրացումով եւս այդ հիմնական խոստումը վերաբերելի նույնիսկ այս բարձրացումից հետո մնալու է չկատարված։ Խոսքը վերաբերում է միջին կենսաթոշակի բարձրացման, իրենք խոստացել են միջին կենսաթոշակը ավելացնել եւ հավասարեցնել առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Այսօր միջին կենսաթոշակը 50,000 դրամը բարձրացումից հետո 10,000 դրամ դառնալ է 60,000, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը առողջապահության նախարարության տված այսպես նվազագույն այդ նորմատիվներով հաշվարկված դա մոտ 80,000 դրամ է եւ գնաճը գիտեք առաջին հանրության ապրանքների շարունակվում է, այսինքն 60,000 դրամ միջին կենսաթոշակը նույնիսկ եթե բարձրանալուց հետո դառնա այդքան շուրջ 20,000-ով պակասը, քան նվազագույն այն ամսական ծախսը, որը անհրաժեշտ է թոշակառուին գոյատևման համար։